Իմ տպավորությամբ ուժեղ Հայաստանի եւ ՔՊ-ի քվեների միջև տարբերությունը մեծ չի լինելու։ Վստահ կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող 52% հավաքել։ Ոչ մի պրոիշխանական պրոքսի ուժ խորհրդարան չի անցնելու։ Ծառուկյանի ու Փաշինյանի վերջին քննարկումները հերավար բանավեճը դեռևս առույցի վանդակի շրջանակներում է։ Ու եթե Փաշինյանը մնում է մենակ, ու ինքը մնալու է մենակ, ակնհայտ է, որ կոալիցիան կձևավորվի ուժեղ Հայաստանի շուրջ։ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանը չէ եւ իշխանությունը չի տալու։ Ադրբեջանին հաջողվել է Հայաստանում ունենալ մի իշխանություն, որը կկատարի իր բոլոր պահանջները։ Միգուցե այդ ժամանակվա մեր ծառայությունները են եղել ոչ պատշաճ բարձունքի վրա եւ չեն կարողացել ճիշտ զեկուցել նախագահին։ Սամվել Կարապետյանի դեպքում մենք բոլորը սպասելու ենք, որ այս մարդը եկավ 4 միլիարդ դոլարով դարձավ Հայաստանի ղեկավար, հեռանալուց արդյոք նա կունենա գոնե 1 միլիարդ։ Խաղաղություն, որ ոչ մի դեգերած չի, դրա փողն օգտի տա։ Դավայ։ Իրենք մի թերություն ունեն Հայաստանի իշխանությունը, դա չափից շատ ժողովրդավարական։ Նիկոլ Փաշինյանը որ սեփական գազ է ասում, ես չեմ կարծում, որ դա գոմերից վերցված կենսագազն է, էլի։ Դա ադրբեջանական գազն է։ Օրինակ մարդիկ կան, որ ես հանդիպել եմ, ասում են, մենք ուզում ենք թուրքերի հետ ապրել։ Ինքը հասկանում է, որ Փաշինյանին ընտրել, նշանակում է, որ թուրքերը պետքա գան, եւ ինքն էլ դա ուզում է։ Հիմա եթե ադրբեջանցիները պիտի գան Վեդի, պիտի գան Արտաշատ, Երևան, իրանք չեն սպասում, որ մեր հետ ապրեն։ Ասում են, «Դավայ, դուք պիտի գնաք»։ Բարև ձեզ, այսօր իմ հյուրը Ուժեղ Հայաստան դաշինքի 13-րդ համար Էդգար Ղազարյանն է։ Ողջույն Էդգար։ Բարև ձեզ։ Ինչպես է անցնում ընտրարշավը ձեր գնահատականը։ Մեզ համար դա շատ ակտիվ է, ծանրաբեռնված, հաճելի է այդ ծանրաբեռնվածությունը, չնայած մեծ նաև ֆիզիկական հոգնածության, որովհետև մարզային այցելություններ, լրատվամիջոցներ, դրսում, ներսում ամենտեղ, բայց մենք հաճույքով ենք մեր գործը կատարում, որովհետև զգում ենք, որ լավ բան ենք անում եւ հաջողության ենք մոտենում, իսկ ցանկացած ջանք, որի հաջողություն է բերում, այդ մի պահին մոռացության է տալի, չէ՞, այս խոսքը ասում են, որ կանայք ծննդաբերությունից հետո մոռանում են այն ցավերը, որոնք իրանք ունեցել են։ Էդգար, տեսեք, դուք շատ ակտիվ եք վերջին 4 տարիներին եւ ոմանց մոտ զարմանք էր, որ դուք միացել եք Ուժեղ Հայաստանին։ Կարող եք պատմել ինչպես ստացվեց, ում նախաձեռնություններ, որ դուք միանաք Ուժեղ Հայաստանին եւ ինչու դուք միացաք։ Ես չեմ կարծում, որ դա զարմանալի է, հակառակը իմ տպավորությամբ, ինչքան որ մարդիկ լսել են այդ լուրը, ողջևորվել են եւ դա շատ տրամաբանական են համարել։ Ողջևորվել են, բայց զարմացել են։ Չէ, շատ մտածել, որ տրամաբանական է։ Շատերի համար հասկանալի էր, ինչի, որովհետեւ այո, ակտիվ պայքարի մեջ լինելով ես միշտ եղել եմ բոլոր այն շարժումների աջակցող եւ փորձել եմ առաջին շարքերում լինել, որոնք որ պայքարել են Նիկոլ Փաշինյանի դեմ։ Տեսնելով, որ այս փուլում, այս էտապում դրա ամենամեծ հնարավորություն ունի Սամվել Կարապետյանի առաջնորդած թիմը, որը դարձավ նաև Ուժեղ Հայաստան կուսակցություն, հետո Դաշինք, ես ի սկզբանե համաձայնություն տվեցի միանալ այդ դաշինքին, առաջարկ եղել է Ուժեղ Հայաստանի գործընկերների կողմից, ուղղակի համագործակցության հարցեր քննարկվել, եւ այդ մեր զրույցը շատ կարճ է տևել, որովհետեւ ես նախապայմաններ չեմ ունեցել որևէ նախապայման, այսինքն ես ասել եմ, քանի որ ես պայքարի մեջ եմ, դուք այդ պայքարում կարելի ասել նոր եք միանում այդ պայքարին, այդ ինտենսիվությամբ, եւ ես տեսնում եմ, որ դուք մոտ եք հաջողության, ես իմ ամբողջ ֆիզիկական, ինտելեկտուալ կարողությունների ծավալով պատրաստ եմ ներգրավել այդ գործերին, որում առանց քաղաքական քննարկումների թիմում կլնեմ, ինչ կարգավիճակում, падգամավորի տեխնացու։ Այդ ամենայնիվ 13-րդ համարը բավականին բարձր համար է եւ պետք է որ դա էլ ձեզ գովացնի։ Ես կարծում եմ, որ իմ ներկայությունը խորհրդարանում, անկախ դրանից մեր խմբակցությունը ինչ կարգավիճակ ունենա, այս խմբակցությունը վստահ եմ, որ կլինի իշխանական։ Իսկ եթե չլինի իշխանական մանդատը կվերցնեք։ Այդ որոշումները արդեն կայացվելու են կոլեկտիվ, որովհետև բայց դա ձեր որոշումն է, ձեր անձնական մանդատի մասին եմ։ Չէ, դա այդ անձնական մանդատը ես մեծամասնական ընտրությամբ չեմ ստանալու, դա ձևավորվելու է ընդհանուր թիմային պայքարի արդյունքում եւ կարծում եմ, որ դրա վերաբերյալ պետք է կայացվի կոլեկտիվ որոշում։ Ես ձեզ շատ հարցեր ունեմ, Էդգար, որ հենց անձամբ ձեզ են վերաբերում, բայց քանի որ մենք մի շաբաթից ունենք չափազանց կարևոր, թերևս Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենակարևոր ընտրություններն են, ավելի շատ եկեք խոսենք ընտրություններից,
Եվ ես ձեզ տամ մի հարց, որն այսօր մտահոգում է հայաստանցիների մեծ մասին։ Արդյոք իշխանությունները դե յուրե հնարավորություն ունեն այսօր հանել ուժեղ Հայաստան դաշինքը ընտրապայքարից։ Ես կարծում եմ, որ այլևս չունեն, իրենք այդպիսի ցանկություն են միշտ ունեցել եւ հիմա էլ ունեն ցանկություն։ Բայց ցանկությունը մի բան է, այն իրագործելու հնարավորությունը այլ բան։ Գիտեք, այն պահին, երբ որ իրենք հապճեպ մի քանի ժամում որոշում կայացրեցին արգելելու Սամվել Կարապետյանի դաշինքի մեջ գործածելու օրենսդրական խնդրից, ես հասկացա, որ դա վերջին փամփուշտն էր, որ իրանք այդ ուղղությամբ կրակեցին։ Եթե այլ բան հնարավորություն ունեին, այլ բան կանեին։ Որովհետև հիմա գրանցված քաղաքական ուժին զրկել ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, այդպիսի որոշում կարող է կայացնել միայն վարչական դատարանը, 5 դատավոր կազմով, եւ հայտը պետք է ներկայացնի, դիմումը պետք է ներկայացնի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Բայց դա կենտրոնական ընտրական հանձնաժողովը դա կարող անել միայն տվյալ քաղաքական ուժի կողմից ընտրական օրենսդրության պարբերական խախտումների արձանագրման Ամեն ինչ որ բաներ են արձանագրում, Դա կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրումներ չի։ Դա տարբեր իրավապահ մարմինների, իրավապահ կոչված մարմինների հայտարարություններ, որոնք իրենց բնույթով են խիստ վիճարկելի նրանց գործողությունները։ Այդ իրավապահ մարմինները դեռ իրենք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Եկեք հարցի ֆորմալ Հիմա գալիս ենք ստե կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեր հարցազրույցի օրվա դրությամբ դեռևս չի արձանագրել գետ 1 ընտրական խախտում, որը թույլ է տվել ուժեղ Հայաստան դաշինքը։ Ընտրություններին մնացել է շատ քիչ ժամանակ, վստահ եմ, որ նրանք չեն արձանագրի զույգ այն պատճառով, որ ուժեղ Հայաստանը որևէ ընտրախախտում չի անում։ Եվ առաջկա այդ մեկ շաբաթը, որ մնացել է մինչև ընտրությունները, այսինքն եթե այսօր չհաշվենք, 5 աշխատանքային օր։ 5 Նրանք դա չեն կարող անել։ Այդ խախտումները նրանք պետք է արձանագրեն կենտրոնական ընտրական Չեն հանձնաժողովի կարող մի օրում որոշումներով։ մի քանի խախտում արձանագրել։ Չէ, դա նրանք պետք է պարբերաբար լինեն, դիմումներ պետք է լինեն, նախ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այդ որոշումների ինքնին բողոքարկման ենթակա են, այսինքն այտենց կամակորության տիրույթում չի հարցը։ Հետևաբար կարելի ասել, վստահ ասել, որ ուժեղ Հայաստանը երրորդ համարի քվեաթերթիկը տրամադրվելու է ընտրողներին եւ ընտրողները վստահ են, որ նրա նկատմամբ շատ հարգանքով։ Հիմա գանք ռեյտինգներին։ Մենք տարբեր հարցումների հետ ենք ծանոթացել, հրապարակվում են տարբեր հարցումներ, ընդ որում իրարամերժ հարցումներ, իրական պատկերը, գոնե չեմ ասում ասեք թվեր, բայց իրական պատկերը հավանաբար նաև ձեր ուժը որպես ամենամեծ ընդդիմադիր ուժ նման հարցումներ անցկացնում է։ Ինչպիսին է իրական պատկերը եւ Փաշինյանի վերընտրվելու շանսերը ինչպես է գնահատում։ Ինձ համար հասանել է միայն այն հարցումները, որոնք հրապարակված են, այսինքն առանձին ինչ-որ մեր ուժի կողմից իրականացված մեր թիմակիցների պատվերներ, հետազոտություններ եւ այլն, դրանք ինձ հասանել են։ Ինչ որ հրապարակված, ասենք Գելապի հարցումները կամ չգիտեմ, այդ ամերիկյան կազմակերպություն Հանրապետականի։ Հա, որ նախ 21 թվականին ասում էր Ռոբերտ Քոչարյանի դաշինքը 1% հավաքելու, բայց ոնց որ 28-ին հավաքել։ Այդ շեղումով մենակ դրանք են հայտնի, ես հիմա դրանց վրա չեմ կենտրոնանում, քանի որ ես ակտիվ քարոզարշավի փուլում եմ եւ ինքս եմ մարդկանց հետ հանդիպում, ընդ որում ոչ թե մի վայրում, այլ գյուղերում, քաղաքներում, մեծ գյուղեր, Երևանում, Վայոց ձորի Եվ մոտավորապես ձեր կանխատեսում, ինչքան Իմ տպավորությունը շատ դրական է, իմ տպավորությամբ ուժեղ Հայաստանի եւ ՔՊ-ի քվեների միջև տարբերությունը մեծ չի լինելու։ Նույնիսկ դժվար ասել, թե ով է լինելու առաջինը։ Այսինքն ես մեծ հնարավորություն եմ տեսնում, որ ամենաշատ քվեները այս ընտրություններում ստանալու է ուժեղ Հայաստանը, երկրորդ տեղում լինելու է քաղաքացիական պայմանագիրը։ Բայց այդ ամենանիվ չի հավաքելու բավականին։ Չեմ կարծում։ Իհարկե դա մեր հիմնական նպատակն է, որ մենք առաջի փուլով վստահ 52% անհրաժեշտ քվեներ ունենանք եւ կարողանանք Բայց բացառում եք այդ հնարավորությունը։ Քիչ հավանական եմ, իմ տպավորությամբ դա այս պահին քիչ հավանական եմ համարում, բայց նայեք ինչ աստ ասում, վստահ կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող 52% հավաքել, այսինքն միաձայն Իսկ եթե գումարվում փոշիացված ձայները անգամ այդ պայմաններում ինքը չի կարող միայնակ ձևավորել կառավարություն։ Այդ դեպքում ստացվում է ինչ ասում էր ընտրական օրենսգիրքը, ասում է, որ այն ուժը, որ ամենաշատ ձայներն է ստացել, բայց չի կարողանում 52% կառավարություն ձևավորել, մյուս խորհրդարան անցած ուժերը կարող են նրա հետ կազմել կոալիցիա։
ըստ մեր տպավորության նաև սոցհարցումներ են ցույց տալի, ոչ մի պրոիշխանական պրոքսի ուժ խորհրդարան չի անցնելու։ Օրինակ ասենք Հանրապետություն կուսակցությունը, որ այդ Հոպլոն է ղեկավարում, նա շատ ցածր վարկանիշ ունի։ չի անցնում, կամ են Գուրգեն Սիմոնյանի ինչ-որ շնորհապետական կուսակցություն, էլի չէ, այսինքն նրանք ովքեր որ պատրաստ կլինեին կամ Բաբաջայանի այդ կուսակցությունը, նրանք չեն անցնում։ Խորհրդարան ամենայն հավանականությամբ կանցնի Ուժեղ Հայաստանը, քաղաքացիական պայմանագիրը, Հայաստան դաշինքը եւ Բարգավաճ Հայաստանը, իմ կարծիքով։ Հիմա եթե այս 3 քաղաքական ուժերից ոչ մեկը Փաշինյանին չի միանում, իսկ կներեք ակնհայտ է որ ոչ մեկ չի միանալու։ Նույնիսկ Ծառուկյանը, եթե ավելի շատ ճնշում լինի։ Ու Ծառուկյանի ու Փաշինյանի վերջին քննարկումները հերավար բանավեճը դեռևս առույցի վանդակի շրջանակներում է։ Դա նշանակում է, որ այդ վանդակից դուրս իրան դժվար է քննարկումներ ունենան։ Հիմա դա կարելի ասել բացառել է պետք։ Իսկ ինչ ասում ընտրական օրենսգիրքը նման իրավիճակում, ասում է, որ մյուս ուժերը կարող են իրար մեջ կոալիցիա ձևավորել։ Իսկ եթե այդ մյուս ուժերի ձայներն էլ չհասնեն 50-ին։ Չի կարա չհասնի, որովհետև արդեն խոսքը ոչ թե ստացած քվեների տոկոսներն, այլ մանդատների։ Այսինքն մենք ունենալու ենք հունիսի 7-ին քվեարկության արդյունքներ, թե որ կուսակցությանը քանի ընտրողա քվեարկել։ Հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը դա վերածում է մանդատների։ Փոշիացված ձայների շնորհիվ։ Նաև փոշիացած ձայների շնորհիվ։ Այդ արդեն մանդատներ ունեցողների միջև սկսում է քաղաքական դասավորությունները։ Ու եթե Փաշինյանը մնում է մենակ, ու ինքը մնալու է մենակ, ակնհայտ է որ կոալիցիան կձևավորվի ուժեղ Հայաստանի շուրջ։ Էդգար, տեսեք, դուք ներկայացնում եք մի պատկեր, որը շատ տրամաբանական է, եւ ըստ էության այդ պատկերը կիսում են դիտորդների մեծ մասը եւ հայաստանցիների մեծ մասը։ Մենք էլ ենք հետևում եւ լրագրողներս էլ ենք հետևում այդ ընտրարշավին եւ հասկանում ենք, որ մոտավորապես հենց այդ պատկերն ենք ստանալու, որի մասին որ դուք հիմա խոսում եք։ Բայց դրա հետ մեկտեղ կա հասարակության մեջ տարածված կարծիք, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանը չէ եւ իշխանությունը չի տալու։ Ինքնակամ իշխանությունից չի հրաժարվելու։ Այս դեպքում ինչ կարող է անել Փաշինյանը։ Նայեք, Դուք ուսումնասիրել եք Փաշինյանի, դուք ուսումնասիրել եք իր թիմը, թերևս ավելի շատ քան ցանկացած մեկ այլ քաղաքական գործիչ։ Ըստ ձեզ, ինչին է պատրաստ գնալ Փաշինյանը իշխանությունը պահելու համար։ Շատ լավ։ Նախ իշխանությունը Փաշինյանին չի, որ ինքը մտածի դա պահի, հանձնի, իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Եվ ժողովրդիկն է որոշում, թե իր իշխանությունը ում փոխանցի։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը որոշի դեմ գնալ մեր ժողովրդի իրական իշխանության իր փոքրիկ խմբակով, ապա ինքը պետք է դրա հետևանքները հասկանա, որովհետև ժողովուրդը դեռևս երբեք չի եղել, որ հաշտվի իր իշխանության զավթման, առավելևս որ իր հիմիկվա գործունեությունն է լեգիտիմության լուրջ ռիսկեր պարունակում։ Իսկ իրավական իմաստով ինքը իր գործիքակազմ ունի։ Ընտրությունների մասնակից ուժեր օրինակ իրավունք ունեն դիմել Սահմանադրական դատարան։ Կարող է դիմել Սահմանադրական։ Այսինքն եթե ինքը պարտվի ընտրություններում, կարող է նաև ինքը դիմի Սահմանադրական դատարան։ Հիմա ի Սահմանադրական դատարանը իրավունք ունի ենթադրենք ընտրությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը չեղարկելու որոշում կայացնել։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը այս իր պաշտոնավարման շրջանում հասել է դրան, որ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորները ընտրվել են իր պաշտոնավարման շրջանում։ Ես իհարկե այդ մասին մի քիչ ավելի մանրամասն չեմ կարող խոսեմ, որովհետև մեղադրելի կարգավիճակ ունեմ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կարծիք արտահայտելու համար։ Ես հիմա իրանց մասին խոսելուց պետք է ասեմ, որ ես Էդգար, բայց տեսեք, դուք այսպեսի մի դաշտ եկաք, հա, ասում եք, որ ինքը չի կարող, ես փորձեմ ինչ որ ավելի sense կարճ ասեմ, ինչ եք դուք ասել, դուք ինձ ասեք, ես ճիշտ եմ հասկանում, ընտրություններից չի կարող անել Սամվել Կարապետյանի ուժին։ Արդեն դրա ժամանակը չկա եւ ֆորմալ ձևով նա որևէ ձևով դա չի կարող ձևակերպել։ Այսինքն գնացին բոլորը ընտրություններին։ Եթե Սամվել Կարապետյանի ուժն էլ է մասնակցում ընտրություններին, Փաշինյանի պարտությունը ավելի քան իրատեսական է դառնում։ Եթե մասնակցում են եւ արդեն հունիսի 7-ի կես գիշերին մոտ կամ հունիսի 8-ին վաղ առավոտյան հասկանալի է դառնում, որ Փաշինյանը բարդվել է այս ընտրություններին, չեք կարծում, որ արդեն ավելորդ կլինի խոսել, որ նրա ինչ որ
նրանք կընթարկվեն դատարանները, սահմանադրական դատարանը, իրավապահ ուժերը։ Արդյոք դա այն կարմիր գիծն է, որը նշանակում է այս մարդկանց համար, պաշտոնյաների համար, որ վերջ, այլևս մենք չենք կարող այս մարդուն։ Այո, ես կարծում եմ, որ տեսեք, ասի չէ, ինքը կարա դիմի սահմանադրական դատարան, բայց սահմանադրական դատարանը խոստեղծված չի Նիկոլ Փաշինյանի կամքը կատարել, առավել ևս պարտված ընտրությունը։ Նրանք ցանկացած որոշում կայացնելու համար իրենց հիմքերը պետք է ունենան եւ այդ հիմքերը պետք է քննության առարկա դառնան այդ դատարանում։ Եվ չեմ կարծում, որ նրանք այդ պահին կընթարկվեն, այսինքն խախտեն իրենց սահմանադրական կարգավիճակը եւ կընթարկվեն հերացող վարչապետի։ Նույնն էլ իրավապահները, չէ՞։ Ես կարծում եմ նաեւ իր թիմակիցները։ Ես նույնիսկ չեմ բացառում, տեսեք, ընտրությունները հունիսի 7-ին են, չէ՞, բայց Նիկոլ Փաշինյանը եւ ազգային ժողովի ներկա գումարումը շարունակել է գործել մինչեւ օգոստոսի 2-ը, մինչեւ նոր գումարման ազգային ժողովի առաջին նիստը։ Այսինքն այդ ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ կա, չէ՞։ Բայց մեր սահմանադրությունը թույլ է տալի նաև իմպիչմենտ իրականացնել հենց այդ ժամանակ, որ օր առաջ նրան հեռացնել։ Այո, որպեսզի հնարավորություն չտան, որպեսզի նա այդ չարագործություններ անի մինչև նոր խորհրդանի։ Եվ դուք կարծում եք ընտրություններում, եթե նա պարտվում է, իրենից երես է ընթերքում նաև իր թիմակիցների մեծ մասը, որովհետև իրենց թիմակիցները իրանք համախմբված չեն գաղափարների շուրջ, իրենք թիմային մտածողություններ չունեն։ Իրենք նյութական, անձնական նյութական շահերով, պատեհապաշտությամբ կամ որոշակի կոմպրոմատների ազդեցության տիրույթում են իրար փոխլրացնում։ Եվ եթե փլվում է այդ բուրգը, իսկ այդ բուրգը միավորող մի օղակ կա, դա Նիկոլ Փաշինյանն է, եւ եթե ինքը այլևս իշխանության չի, ես կարծում եմ, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր որ հիմա իր հետ կուկուռուզ եւ գազար են ուտում, նրանք կլեն առաջիններից մեկը, որ կմոռանան այդ հիշողությունները։ Ես ուզում եմ նայել ինչպես է Ալեն Սիմոնյանը հրաժարվում Նիկոլ Փաշինյանից։ Վստահ եղեք, որ նա կարող է գլխավորի այդ ցանկը հեռացողների։ Էդգար, իսկ ինչ եք կարծում, ասացիք, որ չի կարողանում հանել Սամվել Կարապետյանին եւ այսինքն ընդդիմության հաղթանակը շատ իրատեսական է դառնում, իսկ չեք կարծում, որ հենց ընտրությունների գիշերը կամ դրա հաջորդ օրը ընդդիմության առաջնորդները պետք է դուրս գան կապի զանգեն կամ չգիտեմ հանդիպեն Փաշինյանին կամ նրա ինչ որ ուղարկած մարդու հետ բանագնացի հետ եւ քննարկեն հումանիտար միջանցքի հարցը, որ այդ բոլոր այդ պահվածքը Փաշինյանի, որը կարող է բերել ցնցումների, բացառել։ Անցնցում լինի այդ իշխանապողությունը։ Դա տենց էլ պետք է լինի, այսինքն լրացուցիչ կա, տեսեք, ես ասեի իմպիչմենտի հնարավորություն կա, բայց կարա նաև դրա անհրաժեշտությունը չլինի։ Այսինքն ինքը գիտակցի, որ պարտվել է, եւ ինքը մանավանդ էս վերջերս չէ, ասում է, եթե ժողովուրդը որոշի, որ Նիկոլ Փաշինյանը պիտի չլինի, Նիկոլ Փաշինյանն ով է, որ չլինի, ահա։ Նիկոլ Փաշինյանը հենց այդ մինչև օգոստոսի 2-ի ժամկետը հենց այդ միջանցքի անցնցում իշխանության փոխանցման ժամանակահատվածն է։ Չեմ կարծում, որ ինքը ավելի հզոր է կամ ազդեցիկ, քան Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը որ 10 Վիկտոր Օրբանը հայրենիք չի պարտվել։ Այո։ Մեղմ ասած պարտվել է։ Բայց 16 տարի եղել է իշխանության ղեկին եւ այդ պահին ինքը պարտվել է ընտրությունից։ Որտեվ կան դիմադիր ուժեր, որ ասում են, որ նրա գործած, չգիտեմ, սխալները կամ այնինչ նա արել է, այնքան մեծ վնաս է տվել հայ ժողովրդին, որ նա չի կարող հենց այնպես հեռանալ եւ պետք է կանգնի դատարանի առաջ եւ բացատրություն տա։ Եվ ի վերջո հայերը պետք է հասկանան, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչպես է ստացվել, որ մենք Արցախ ենք կորցրել։ Բայց դատարանի առաջ կանգնելը դա շատ գալիս սովորական բան է, եթե ինքը կարողացել է մերպես անմեղ ոչ մի հանցանք չգործած մարդկանց կանգնացնել դատարանի առաջ, ինքը ինչի պիտի չկանգնի։ Այսինքն դուք համարում եք, որ չի հասցնի Փաշինյանը փախնել։ Չգիտեմ, չեմ կարող ասել, փախուստը գիտեք ինչ, երբ որ փախում է որևէ հանցագործ, դրա նկատմամբ հետախուզում է հայտնարարվում եւ պետությունը պատշաճ միջոցներ է ձեռնարկում հետախուզման մեջ գտնվող անձանց բերելու եւ արդարադատության առաջ Դուք կուզենայիք այդ դատարանը տեսնել։ Ես նույնիսկ ցանկություն եմ հայտնել հանրային մեղադրող լինել այդ գործում։ Ես դրա համար գնացի իրավաբանական կրթություն եմ ստացել։ Իսկ ձեր կարծիքով, եթե դուք խոսում եք դրա մասին, մենք Արցախը կորցրել ենք եւ պատերազմում պարտվել ենք
հանցագործության, դավաճանության, թե հիմարության պատճառով։ Այս հարցի պատասխանը ձեզ համար հստակ է։ Ինձ համար հստակ է, կարող է դա միգուցե տարբերվում է իմ ընկերների, թիմակիցների։ Ես կարծում եմ, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցել ադրբեջանա-թուրքական հեղափոխություն եւ Ադրբեջանին հաջողվել է Հայաստանում ունենալ մի իշխանություն, որը կկատարի իր բոլոր պահանջները, որովհետեւ իրականությունը ցույց է տվել, որ Իլհամ Ալիևի բոլոր պահանջները 18 թվականից սկսած անշեղորեն կատարվել։ Նրա վարչապետ ընտրվելու հաջորդ օրվանից սկսած։ Եթե թույլ տաք մի բան հիշեցնեմ։ Նա վարչապետը ընտրվել մայիսի 8-ին։ Մայիսի 8-ին, քանի դեռ նա վարչապետ չէր ընտրվել, նա ասում էր, որ այս խորհրդանշական օրը դա Շուշի ազատագրման օրն է։ Շատ կարևոր է, որ ինքը հենց այդ օրն է ընտրվում, որ հայոց միջնաբերդի Շուշի ազատագրման եւ սա առիթ է դառնալու, որ Արցախի դե ֆակտո անկախությունը դառնա դե յուրե անկախություն։ Իր մայիսի 8-ի դեռ վարչապետ չընտրված ելույթ։ Երբ ընտրվեց, արդեն վարչապետ է։ Գնաց Ստեփանակերտ եւ Ստեփանակերտից հայտարարեց ըստ էության ԵԱԿ Մինսկի խումբը լուծարելու մասին։ Որտեւ նա ասաց, որ ինքը Արցախի անունից իրավունք չունի բանակցելու, Արցախի անունից կարող բանակցի Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Ինչ է սա նշանակում։ Հրաժարվել է բանակցային ձևաչափից, միջազգայինորեն ընդունած ձևաչափից միակողմանի հրաժարվում է, ինքն Հայաստանը։ Դուք կարծում եք դա պլանավորված։ Ես կարծում եմ, որ է։ Որտեվ բոլոր գործողությունները նրա դա կարծիք է թե ինչ որ փաստեր ունեք։ Ես իրադարձությունները, որոնք փաստ են, նրանց համադրությունը ինձ բերում է այն ողջամիտ կարծիքին, կասկածին, որ դա պլանավորված դավաճանություն է եւ ասեմ ձեզ, որ 44 օրյա պատերազմից հետո Ադրբեջանի պետության կողմից, նախագահի կողմից ավելի շատ խրախուսանք են արժանացել ոչ թե զինվորականներ, այլ հատուկ ծառայությունների սպաներն ու գեներալները։ Ադրբեջանի պետության կարծիքով դա բանակի վաստակը չի Արցախի զավթումը, այլ իրենց հատուկ ծառայությունների։ Այսինքն ըստ ձեզ դավաճաները ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ շատ ավելի շատ մարդիկ։ Խմբակ, փոքրիկ։ Իսկ այն պաշտոնյաները հայաստանցի պաշտոնյաները, որ ի պաշտոն է, պետք է դա ֆիքսեին։ Նրանք անգործություն են ցուցաբերել եւ չեն կարողացել կանխել այդ մեծ ողբերգությունը։ Հետաքրքիր մոտեցում է։ Հետաքրքիր, բայց իրենք տեղյակ չէին դավաճանությունից ըստ ձեզ։ Ես կարծում եմ, որ տեղյակ չեն եղել, որովհետև տեղյակ լինելու պարագայում կարող են ավելի խիղճ եւ համարժեք միջոցներ ձեռնարկել։ Իրանք ինձ թվում է հասարակական տրամադրել, որովհետև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը մի առանձնահատկությունն էր։ Դա հնարավոր դարձավ հայ ժողովրդին համընդհանուր խաբեության ենթարկելու հետևանքով։ Այսինքն այդ ժամանակվա ղեկավարները զգացին ժողովրդի իրական տրամադրություն, որը սուտ չէր։ Այսինքն Երևանի եւ Հայաստանի մյուս քաղաքների փողոցներում մարդիկ կային եւ նրանք իսկապես ուզում էին այդ փոփոխությունները, դա սուտ չէր, դա կեղծիք չէր։ Նրանք ուզում էին այդ փոփոխությունները մի բայց նրանք խաբեության զոհ էին, այսինքն մի պատճառով նրանք դուրս էին եկել փողոց, որ Սերժ Սարգսյանը չգնա երրորդ ժամկետը։ Եկեք սա հստակ ֆիքսենք։ Այո, դրա համար էին դուրս եկել, բայց այդ փոփոխությունը կար։ Եվ Սերժ Սարգսյանը եւ այն ժամանակվա կարծում եմ իշխանության ներկայացուցիչները, ովքեր որոշում էին կայ հաշվի նստեցին հասարակական այդ տրամադրությունների հետ։ Նրանք ուշ չկիրառեցին մարդկանց վրա, նրանց մարդ չսպանեցին։ Բայց նրանք գիտեին, որ գործ ունեն։ Ես կարծում եմ, որ չգիտեին։ Այսինքն Սերժ Սարգսյանը չէր հավատում, որ համոզված էր, որ Նիկոլ Փաշինյանը ձեր ասածը չի։ Ես կարծում եմ, որ ձեր հարցին ճիշտ կլինի, որ պատասխանի ինքը նախագահը, բայց ես չեմ կարծում, որ նա կիմանար, կարող էր իմանալ, որ սա ադրբեջանա-թուրքական գործողություն է եւ ինքը նման վերաբերմունք ցուցաբերեր։ Միգուցե այդ ժամանակվա մեր ծառայությունները են եղել ոչ պատշաճ բարձունքի վրա եւ չեն կարողացել ճիշտ զեկուցել նախագահին իրավիճակը։ Բայց հիմա արտաքին քաղաքականության մասին 3 աննախադեպ բան տեղի ունեցավ։ Նորագույն պատմության մեջ առաջին անգամ Միացյալ Նահանգների գործող նախագահը բաց իր աջակցությունը հայտնեց Նիկոլ Փաշինյանին։ Ընդ որում նախկինում, եթե Միացյալ Նահանգները նման հայտարարություններ անում են, որ աջակցելու են այս կամ այն պետության դեմոկրատական ուժերին, եղել են նման հայտարարություններ, բայց որ հայտարարեն, որ կոնկրետ մարդու են աջակցում, դա առաջին անգամ է։ Մի ուժը դեմոկրատական չի, չէին կարծում։ Բայց ձեր կարծիքով սա ինչու է Թրամփը նման հայտարարություն արել եւ հատկապես հաշվի առնելով, որ դա արել է
Ռուբիոն երբ որ վերադարձել է Հայաստանից Միացյալ Նահանգներ։ Այո, ընդ որում Թրամփի տեքստում նաև շատակված է Ռուբիոյի Երևանյան կարճատև այցի մասին։ Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգների նախագահը առաջնորդվում է Միացյալ Նահանգների շահերով։ Եվ նրա հայտարարությունը չի բխում Հայաստան եւ հայ ժողովրդի շահերից, եւ բնականաբար չի կարա բխի, բխում է Միացյալ Նահանգների շահերից։ Իսկ որն է Միացյալ Նահանգների շահը, որը Ռուբիոյի կարճատև օդանավականից դուրս չեկած թույլատնել է Ռուսաստանը եւ Իրանը մեր տարածաշրջանում։ Նաեւ հանքահումքային ռեսուրսների համաձայնագիրը, որի մասին հիմա արծես Հայաստանը ոչ մեկ գլխի չի ընկել, բայց նման համաձայնագիր է ստորագրվել։ Իսկ Միացյալ Նահանգները նյութական շահով ոնց որ թե նախորդ համաձայնագիրը ընկել է Ուկրաինայի հետ, ընդ որում մեծ դժվարությամբ, որովհետեւ Թրամփի իշխանությունը Ուկրաինայի հետ կնքած համաձայնագիրն էր շատ հարցեր առաջացրել, հատկապես էքսպերտների հետ չկնքում, եթե հիշում եք։ Բայց խոսքը Զելենսկու առաջին այցը Վաշինգտոն նախատեսված էր այդ համաձայնագրի ստորագրումը, որ չկայացավ։ Ուկրաինայում խնդիրը հետևյալն էր, այն հանքերի, որի մասին որ խոսվում էր, դրանք գտնվում են այն տարածքում, որ այսօր ռուսական վերահսկողության տակ է։ Մի մասը։ Մեծ մասը։ Մի մասը։ Դրա համար Միացյալ Նահանգներն չի շահագործի կանգնեցնելու այդ պատերազմ, որ ասում եմ, մեզ հանքերը տվել եք, դե թողեք ու շահագործենք, դուք հենց ոնց որ Իսկ Հայաստանի դեպքում բոլոր հանքերը արդեն շահագործվում են, իրենք ինչ են անում։ Խլելու են գործող հանքերը։ հանքերը։ Միացյալ Նահանգներն չի հանքեր պահանջեց Ուկրաինայից, որտեղ ասում է դուք ձեր երկիրը տարել եք այն ճանապարհով, վարել եք այնպիսի քաղաքականություն, որ հայտնվել եք պատերազմում եւ մեր օգնության կարիքն եք ունեցել։ Շատ լավ։ Մենք դες տրամադրել ենք այդ օգնությունը։ Բայց դրա դիմաց, այո։ Ու եթե Բայդենը մենակ փողերն է տալի, Թրամփը լինելով ավելի պրագմատիկ, դոլարով միլիարդատեր, բիզնեսով հաշվող մարդ, իդեպ մի ղեկավար մենք ունենալու ենք հունիսի 7-ից հետո Հայաստանում, շատ պրագմատիկ, դոլարով միլիարդատեր, հաշվարկ իմացող, իր երկրի շահերն իմացող մարդ։ Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ լինելու։ Մենք տեսնելու ենք, թե ինչպիսին է լինում Հայաստանը, երբ որ այդպիսի մարդ ղեկավարելու մեր երկիրը, հիմա Թրամփը լինելով այդպիսի պրագմատիկ։ Ես Էդգար մտածեցի, որ այս շատ հետաքրքիր պատկեր է ստացում, եթե նախկինում ասում էինք, այս մարդը եկավ Հայաստան ղեկավար դարձավ ու հեռանում է պաշտոնից, այսինչ բաներ ունենալ։ Սամվել Կարապետյանի դեպքում մենք բոլորը սպասելու ենք, որ այս մարդը եկավ 4 միլիարդ դոլարով դարձավ Հայաստանի ղեկավար, հեռանալուց արդյոք նա կունենա գոնե 1 միլիարդ։ Չէ, այտենց բան չկա, որովհետև ինքը արդեն հայտարարել է, որ ինքը իր բիզնեսների կառավարումը փոխանցում է իր զավակներին եւ ստանձնում է Հայաստանի կառավարումը եւ ոնց որ ինքն է 0-ից կարողացել դառնալ միլիարդատեր, հիմա Հայաստանին այս ծանր վիճակից կսարքի հարուստ երկիր։ Վերադառնանք Թրամփին։ Այո, ինչ է Հիմա ուզում Թրամփը լինելով Հայաստանից։ պրագմատիկ երկրի ղեկավար, որպես գործիչ, Ուկրաինան ասում է, «Տո, մենք ձեզ փող ենք տվել, խնդրում եմ հիմա վերադարձեք, փողը չունեք, հանքեր»։ Այդ հասկանալ է, մեր Հիմա նույնը Հայաստանի դեպքում է, ինքը ասում է, ես ձեզ համար տեսեք, լավ բաներ արեցի, չէ՞, օգնեցի, որ դուք իբր տենց Ադրբեջանի հետ համաձայնագիր կնքեք։ Ես ողջունում եմ այն խաղաղությունը, որ դուք ունեք Ադրբեջան, խաղաղություն, որ ոչ մի գրած չի, դրա փողն է պիտի տա։ Դավայ շատ կարճ օդանավականում 20 րոպե, որ ասենք Ինչ ա վերցրել։ Արդեն գործող հանքերն է ըստ ձեզ։ Այո, այն մետաղական հանքեր Հայաստանում, այն ինչ որ հայտնի է, դա Զանգեզուրի կոմբինատն է եւ ամուսար։ Եվ հիմա նաեւ այսինքն աղթալա ինչ որ գործում է, պետք է միակ հանքահումքային Հայաստանը այլ հանքահումքային ռեսուրսներ, Նիկոլ Փաշինյանը ինչ որ բացահայտել է, որ մենք գազել ունենք։ Ես չգիտեմ, դա այդ հետազոտությունները Լավ, Թրամփը ես մոտավորապես պատկերացնում եմ ինչու է հապճեպ ստորագրվել այդ համաձայնագիրը եւ ինչու է Թրամփը նման հայտարարություն արել նաեւ ի աջակցություն Փաշինյանի, ենթադրում եմ, որ նաեւ եղել է Հայաստանից խնդրանք, հասկանալով, որ այս ընտրություններում այնքան էլ պինդ չեն Փաշինյանի գործերը եւ մեծ չեն շանսերը, դա նաեւ օգնության խնդրանք էր Երևանից Վաշինգտոնին եւ Վաշինգտոնն նաեւ Եվ սա միայն Վաշինգտոն չի, ներեցեք հիշեցնեմ։ Մակրոնի։ Էմանուել Մակրոն, Եվրամիության ամբողջ այդ քաղաքական համայնքի համաժողովը Երևանում միայն դրա նպատակն է ունեցել, որովհետև դա նկարվելուց բացի ոչ մի ֆունկցիոնալ որոշում չի կայացվել, եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդան, այսինքն պաշտոնյաներ, ովքեր ուղիղ Փաշինյանի անունը ԱՄՆ փոխնախագահ Վենսը, այսինքն ուղիղ պաշտոնյաներ, որոնք ընտրությունները վկայակոչելով զորակցություն են հայտնել կոնկրետ Փաշինյանին։
Տրամպն ավելի հեռուն է գնացել։ Էդգար, բայց ես ճիշտ եմ իմ դիտարկման մեջ, որ հակառակ իշխանությունների հույսերի այդ հարցը չի եկել այսպես օրակարգ այս ընտրարշավի ժամանակ եւ մեծ հաշվով հայաստանցիներին մեկ է ով է աջակցում Փաշինյանին։ Կարծում եմ, որ այդպես է եւ Թրամփը բնականաբար Հայաստանում քվեարկելու իրավունք չունի եւ նա Նիկոլ Փաշինյանի վստահված անձ չի կարող լինել, դիտորդ չի հայտավորվել։ Իսկ Ռուսաստանի արձագանքը ըստ ձեզ adekvat է այն աջակցությանը, որ Թրամփն է հայտարարում Հայաստանին կամ Մակրոնն է հայտարարում։ Ռուսաստանը կարծում եմ, որ ընդհանրապես ոչ միայն Հայաստանի պարագայում, այլ առհասարակ այլ պետությունների ներքին գործերի միջամտության չմիջամտելու միջազգային ընդունված սկզբունքի վերաբերյալ ավելի հարգանքով է վերաբերվում, քան այն երկրները, որոնց մասին որ մենք հիմա խոսում ենք։ Օրինակ Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի ընտրությունների վերաբերյալ ամենաբարձր մակարդակով ինչ որ մենք լսել ենք, դա Պուտինի եւ Փաշինյանի հանդիպման ժամանակ հնչեցրած մոտեցումն է, որտեղ նա ինչ ասում է, որ հուսով ենք, որ Հայաստանում հավասար պայմաններ կստեղծվեն ընտրությունների բոլոր մասնակիցների համար, այդ թվում նրանց համար, ովքեր որ իրենց արտաքին քաղաքականության մեջ ընդունում են Ռուսաստանի հետ բարեկամաբար հարաբերություններ զարգացնելու մոտեցումները, չէ՞, բառացի չեմ ցիտում, բայց հա, մոտավորապես դա է ասում։ Բանը հետևած, այսինքն նա ասում է առհասարակ հավասար պայմաններ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, որ իրենք մի թերություն ունեն Հայաստանի իշխանությունը, դա չափից շատ ժողովրդավարական ես հիշում եմ ամեն ինչ պիտի համու հոտ ունենա, ամեն ինչ պիտի չափ ունենա, այդ ժողովրդավարությունն էլ էլի պիտի չափ ունենա, որ դա ասում է մի մարդ, երբ որ իր ընտրական հիմնական մրցակցին թույլ չի տալի, որ նա գնա հանդիպի Չէ, բայց դա նաև ծիծաղել էր, որովհետև նա դա ասում էր Պուտինին այն օրերին, երբ Ռուսաստանում սկսել էին համացանցի լուրջ սահմանափակումներ եւ այդ իրավիճակում նստել Պուտինին ասել, որ մեզ մոտ ամեն ինչ շատ բաց է եւ ամեն ինչը շատ բաց է, դա էլ էր զայրացրել ինձ թվում է Ռուսաստանի նախագահային։ Բայց ինչ որ հիմա է կատարվում, ասենք օրինակ տեսեք, արդեն կալանավորվել է ԲՀԿ-ի համամասնական ցուցակի երկրորդ համարի Անդրանիկ Թևանյանը եւ նրան այն ինչի մեջ որ հանրայնորեն մեղադրում են, ես չգիտեմ քրեական գործունեություններին ծանոթ չեմ, դա լրտեսությունն է օգուտ Ռուսաստանի։ Սա շատ վտանգավոր քայլ է, որովհետև Ռուսաստանը Հայաստանի բարեկամ երկիր է եւ հետեւաբար լրտեսելու կարիք չունի։ Ընդ որում ունեն բազմաթիվ համաձայնագրեր, այդ թվում գաղտնի տեղեկատվությունը միմյանց փոխանակելու։ Այսինքն եթե Հայաստանին Ռուսաստանից գաղտնի տեղեկություններ է պետք, նա ոչ թե պետք է Հայաստանը Ռուսաստանում լրտեսություն իրականացնի, այլ դիմի սահմանված Ռուսաստանի իրավապահ մարմիններին եւ ստանա այդ տեղեկատվական աջակցություն։ Նույնը Ռուսաստանը Հայաստանից։ Հիմա եթե Հայաստանը մեղադրում է մարդու ասում դու Ռուսաստանի օգտին լրտեսություն ես, բացի դրանից որ դա քաղաքական գործ չի ընտրությունների։ Որում քաղաքական գործ չի, որում անմիտ է, այսինքն ասում դու 2024 թվականի ազգային ժողովի նիստից տեղեկություն ես, երբ որ 2024 թվականին ազգային ժողովի պատգամավոր չի եղել։ Դե ասում են ինչ որ ուրիշ պատգամավորի միջոցով։ Դե ուրեմն պետք է սկսեին այդ ուրիշ պատգամավորի, չէ՞, եթե չեն սկսել ուրիշ պատգամավորից, որովհետեւ գաղտնի տեղեկությունը պետք է հանածելնի այդ պատգամավորը։ Եթե այդ պատգամավորի անունը մենք հələ չգիտենք, միանգամից ո՞նց են հասե այդ ինֆորմացիայի։ Եւ կարծում եք որ դա այսպես կարմիր շորեր Ռուսաստանի առաջ։ Դա գիտեք ինչ ծանր մեղադրանք է։ Նա ոչ միայն այդ մեղադրանքն է ինքնին, այլ նաև դա մեղադրանք է Ռուսաստանին, որ ինքը ոչ պայմանագրաունակ երկիր է։ Այսինքն միջազգային հարաբերություններում ինքը խախտում է իր ստանձնած պարտավորություն պայմանները։ Ինչ է անել Ռուսաստանը։ Բացի դրանից, որ փակել է իր շուկան հայկական գյուղմթերքի համար, ալկոհոլային խմիչքների համար, ջերմուկի համար, ծաղիկների համար Ծիրանն է փակել։ Դե հիմա արդեն քննարկում է նաև այդ հիմնական մեզ մատակարարող ապրանքների վերանայումից, դա ամենակենսականն է, գազն է, նավթամթերքն է եւ ցորենը։ Ցորենը, այսինքն Հայաստանը ըստ էության կդադարի որպես պետություն, որպես տնտեսական միավոր նաև։ Շատ արագ կբերեն Թուրքիայից, Ադրբեջանից։ Եվ դա լավ է, Նիկոլ Փաշինյանը որ սեփական գազ է ասում, ես չեմ կարծում որ դա գոմերից վերցված կենսագազն է, էլի։ Դա ադրբեջանական գազն է, իդեպ ասեմ, որ երբ որ Վրաստանը դեռ ժամանակին Ռուսաստանի հետ հակամարտության գնաց պատերազմի եւ դադարեցրեց գազի մատակարարումը Ռուսաստանից, մինչև այս պահը Վրաստանում գազաբաշխում իրականացում ընկերությունը ադրբեջանական Սոկար
նավթագազային Բայց իրենք ընկերությունը։ ռուսական գազն են ստանում։ Այո։ Վրաստանը Այսինքն միջոցով մենք այս ամենի հետևանքով էլի ստանալու ենք ռուսական գազ, ուղղակի ոչ թե Գազպրոմ Արմենիայից, այլ Սոկարից ավելի եւ ավելի թանկ թանկ գնով գնով, իսկ եթե էժան գինի մենք դրա դիմաց շատ ուրիշ բաներ պետք է տանք։ Էժան ոնց կարա լինի, Սոկարը Թուրքիային հիմա ավելի թանկ է գազ վաճառում, քան Ռուսաստանը Հայաստանին։ Իսկն ավելի էժան չի կարա լինի։ Էդգար, գիտեք ինչ եմ ուզում, ես ուզում եմ, որ դուք պատկերացնեք, որ ես Հայաստանի այն բնակչության այն հատվածն եմ, որտեղ չի որոշել գնալու ընտրություններին թե ոչ, որովհետև մեծամասամբ անտարբեր է եւ սիրում է ասել, որ քաղաքականությամբ չի զբաղվում։ Այ պատկերացրեք, որ ես այդտեղ քաղաքացի եմ եւ բացատրեք ինձ շատ կարճ ինչ է լինելու Հայաստանի հետ, եթե Աստված չտա Փաշինյանը վերարտադրվի։ Չգնալ ընտրության նշանակում է քվեարկել Փաշինյանի օգտին։ Ինչի է դա այտենց։ Նայեք, երբ որ մանդատների բաշխում ալնում է ձայների տոկոսային հարաբերակցություն, դա ինչի այդ տոկոսը ինչից է առաջանում, քվեարկության մասնակիցների թվից։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը ենթադրենք 25% ըստ տարբեր սոցհարցումների հանրային վստահություն, չէ՞։ Նրա ընտրազանգվածի մեծ մասը ակտիվ են, այսինքն ի տարբերություն ձեր հիմիկվա դիրքորոշման, նրանք որոշել են, որ պիտի գնան ընտրության։ Հիմա եթե ընտրողների մասնակցությունը լինի 50%, նրա 25%-ը գնա ընտրության, կստանա, որ նա 50%-ը ստանում է։ Այսինքն մեծամասնություն է կազմում, չունենալով ժողովրդի ամբողջի մեծամասնության վստահությունը, տեսեք դուք ասում եք ես չեմ գնում, որովհետև հիասթափված եմ ես։ Նաև չեք ուզում Փաշինյանին, բայց ձեր չգնալով դուք օգնում եք, որ մյուս գնացողները օգնեն, որ ինքը դառնա նորից վարչապետ։ Իսկ երբ որ դուք գնում եք քվեարկության, մասնակցությունը լինում, ասենք 65%, Էլ չասեմ իմ մեծ ցանկությունը որ դա լինի 70%, 80%, Սամվել Կարապետյանը մի շատ խորհրդանշական թիվ է ցանկություն հայտնում 1.500.000, այսինքն ցեղասպանության զոհերի թվը, որpիսի մենք նորից ցեղասպանության չի ենթարկվենք, գոնե եղածներից 1.500.000 պիտի գնանք քվեարկության։ Հնարավոր է համարում այդ թիվը։ Այո, եւ այդ դեպքում իր 25%-ը դառնում է ընդհանուր քվեարկության մեջ 30%, չէ՞, 1/3։ Իսկ այն մնացածը արդեն մարդիկ པարզ է։ Ես վստահ եմ, որ եթե դուք ի վերջո որոշում կայացնեք եւ հուսով եմ, որ գնաք անպայման ընտրության, դուք վստահ Նիկոլ Փաշինյանին չեք քվեարկեք եւ քվեարկեք հավանաբար։ Իսկ ինչու պետք է Փաշինյանը հեռանա։ Որովհետեւ նա ամենամեծ այդ ընտրել Փաշինյանին նույնն է, ոնց որ ընտրել Ալիևին։ Հիմա ասել, իսկ ինչի Ալիևը չլինի մեծ ղեկավար։ Որովհետեւ մենք պիտի ունենանք այնպիսի ղեկավար, որը որ մեր ժողովրդի ցանկություններն է կատարում, ոչ թե Ադրբեջան։ Տեսեք, հիմա նա պաշտոնի հավակնորդ է, չէ՞։ 21 թվին էր պաշտոնի հավակնորդ, ուներ ծրագիր։ Այդ ծրագիրը հավանության արժան։ Հիմա ես կարդում եմ այդ ծրագիրը, կարող է բերել, ասենք, ես այդ վարժությունը լրագրողներից այլեմ, ասում եմ, ցանկացած թիվ ասեք։ Ընդդեմ 10, բացում եմ 10-րդ էջ ու կարդում եմ։ Այնտեղ ինչ է գրած, ինքը ինչ է անում։ Եթե դու քո ծրագրերը չես կա, ժողովրդի մի բան ես խոստանում, ուրիշ բան ես անում։ Իսկ ինչու են ըստ ձեզ այդ ամենայնիվ հայաստանցիների մի մասը դեռ շարունակում, ինչու է շարունակում աջակցել Փաշինյանին։ Չեմ կարող ասել, մարդիկ Ինչին է սա նման։ Օրինակ մարդիկ կան, որ ես հանդիպել եմ, ասում են, մենք ուզում ենք թուրքերի հետ ապրեն։ Այսինքն հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը ենթադրում է, որ ադրբեջանցիներ պիտի գան։ Շատ չեն, չէ, դա համար եմ ասում, որ դրա հաղթանակին ես չեմ հավատում, որովհետև կան այդ մարդիկ, սուտ չի։ Այսինքն ես հանդիպել եմ կնոջ, որ ասում է, ես ուզում եմ ապրեմ, այո, ես ուզում եմ ապրեմ թուրքերի հետ, ու ասում է, ես ընտրելու եմ Փաշինյանին։ Իսկ ինքը հասկանում է, որ Փաշինյանին ընտրել նշանակում է, որ թուրքերը պետքա գան, եւ ինքն էլ դա ուզում է, եւ դες դրա համար Ինչ է դա ուզում, ինչ է բացատրում։ Ասում եմ մենք միասին է ժամանակել ենք ապրել, առևտուր կանենք, ապրենք։ Ես իրան իհարկե հարցեր եմ տալի, որը պատասխանը ինքը նոր ժամանակ է սկսում մտածել։ Ասում եմ, որ դուք ուզում եք իրան գան, դա հնարավոր է որ գան, եթե Փաշինյանին ընտրեք։ Ու դուք ուզում եք իրանց հետ, իսկ դուք այն եկողներին հարցրել եք, իրանք ձեր հետ ուզում են ապրեն։ Որովհետև մինչև հիմա իրանք որտեղ որ եկել են, ասել են թող հայերը գնան, մենք նոր մենք գանք, օրինակ Աղավնո գյուղում ապրում էին հայեր, որտեղ պիտի գային ադրբեջանցիներ։ Ադրբեջանցիները չէին ասում թող հայերը մնան, մենք էլ կգանք կողքը տուն կսարքենք, միասին կապրենք առևտուր։ Իրանք ասեցին լույսը, գազը, ջուրն էլ անջատեցին, ասին դուք գնացեք, որ ադրբեջանցիները գան։ Հիմա եթե ադրբեջանցիները պիտի գան Վեդի, պիտի գան Արտաշատ, Երևան, իրանք չեն սպասում որ մեր հետ ապրեն, ասում են, «Ավայ, դուք պիտի գնաք»։ Հիմա ես ասում եմ, եթե դու ուզում ես ադրբեջանցիների հետ ապրել, դու գնա անդե ապրի, չես ուզում որ իրանք գան։ Դու ուզում ես չէ ադրբեջանցիները, գնա Ռուսաստանով, մտի Բաքու, քո համարը դե ապրի, լիք ադրբեջանցի կա, քո սիրած ադրբեջանցի։ Ու դեռ ասում եմ, կան մարդիկ, որոնք փորձում են արդարացնել նրա
այդ գործողությունները, այդ պատերազմի մեղքը նաև չգիտես ինչի իրանց վրա են վերցնում։ Վերցնում եմ ձեզ խափում է ինքը ձախողումների է տարե, ինքը չի կարա ցեղեկը։ Հիմա ասում է պարտվել եմ, բերեք այդ պարտության անունը դնենք խաղաղություն, գրել է իր շապիկի վրա, ասում է դուք վերցրեք սա ձեր վրա, մի թողեք, որ ես մենակ պարտվեմ։ Նրանք մի փոքրիկ մասա կա, այդ չեմ ասեմ, որ ընտրակաշառքն է շատ մեծ ազդեցություն թողնում, ես նկատի ունեմ այդ թոշակների բարձրացում ընտրություններից առաջ այդ բժշկական ծառայություն։ Մարդը բաց ասում ես Նիկոլին ընտրելու եմ, որովհետև իմ ինքը օպերացիայի փող տվել է։ Դու ինչ ես տվել ինձ։ Այսինքն ասում է, որ իր ընտրական կողմնորոշման վրա ազդել է ոչ թե նրա պաշտոնավարումը, նրա ծրագրերը, նրա թիմը, այլ իր օպերացիայի փողը։ Բայց դրա հետ մեկտեղ մենք գիտենք, որ Փաշինյանի ընտրողների մեծ մասը, պոտենցիալ ընտրողների մեծ մասը, դրանք տարբեր գյուղերում ապրող մարդիկ են, եւ այդ գյուղերում ապրող մարդկանց մի զգալի մասը ապրում է նաեւ Ռուսաստանից եկող գումարների շնորհիվ։ Եթե ինքը փչացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, արդեն այդ մարդիկ խնդիրներ ունեն Ռուսաստանում աշխատելու հետ եւ ըստ այդմ չեն կարող Նիկոլին ընտրող իրենց ծնողներին գումար ուղարկել։ Սա տրամաբանական չէ։ Ոնց որ չեն զգում։ Իրանք ասում են մենք այդ ովքեր որ ասում են մենք կգնանք Եվրոպա, թե ոնց պիտի գնան, հա։ Մինչև մանչ չեն գնում, ինչն է իրանց խանգարում, որ պիտի այնտեղ գնային չէին գնում։ Դե գիտեք ինչ, ասենք հասարակությունը բազմաշերտ ամեն տեսակի ես հիմա այդ տեսեք մի քանի օրինակներ պետք, բայց դրանք մասնավոր օրինակներ են։ Մենք ավելի շատ հանդիպում ենք մարդկանց, ովքեր սկզբունքորեն այլ մոտեցում ունեն, ասում են երբեք մի բան արեք սրանցից բրզնենք, ասում է, ոնց կարելի է, ամոթ ենք անում, ասենք ծիծաղելի է, խայտառակել ենք ամբողջ աշխարհով մեկ, չէ՞, այտենց ասողները շատ ավել են ու ինչն է այս ընտրության առանձնահատկությունը, քանի որ ընդհանուր բռնաճնշումների մթնոլորտ է, շատ մարդիկ իրենց կարծիքը չեն արտահայտում։ Այսինքն օրինակ գիտեն, որ եթե մենք ենթադրենք մի փոքր տեղ հավաք ենք անում, չէ՞, ասենք Արտաշատ քաղաքում։ Եթե որևէ մեկը գա մեզնից բուկլետ ստանա, բանանիկ ասեն, արա կտենան բան, մեզ գործից կհանեն էս։ Համար այդ մարդիկ ասում են, թոմենա, մենք գիտենք ինչ կանենք, ասենք օրինակ ուսուցիչները կամ բժիշկները, չէ՞, նրանք ինտելեկտուալ մարդիկ են։ Ինտելեկտուալ մարդը սիրում է, երբ որ իրեն ինչ-որ բանում համոզում են։ Այսինքն դու իրան չես կարող տնօրենը լես, ասես ես քեզ գործից կհանեմ, եթե դու ԿՊ-ին չընտրես։ Նա ավելի լավ է դու իրան ասես, որ ԿՊ-ին ընտրելով քո կյանքում էս կլինի, քո երեխու կյանքում էս կլինի, չէ՞։ Բայց կարող են պարտադրել, կարող են պահանջել, ասում են շատ լավ, դե քանի որ իմ աշխատանքը չկորցնելը բան է, նա կգամ այդ հանրահավաքին։ Եղավ, կընտրեմ, բայց ինքը գիտի որ ինքը հունիսի 7-ին այդ 3 րոպեն մենակ է լինելու իր քվեաթերթիկի հետ եւ ես կարծում եմ որ այդ 3 րոպեում իր ինք նախապատվությունը կտա 3-րդ համարի քվեաթերթիկին, որը ոչ թե ինքը գործից կազատվի, այլ գործից կհեռացնի նրան, որ սպառնում էր իրան գործից հեռացնելու։ Դուք լավատես եք։ Այո։ Ինչ է կանելու հունիսի 8-ին։ Ես կարծում եմ որ կիշտենք հանրապետության հրապարակ։ Եվ շնորհավորելու մեկս մյուսին։ Ես էլ եմ այդպես կարծում, պատկերացնում եք ուրախությունը, որ կլինի Երևանում։ Մարդիկ երևի դեռ չեն զգում, թե ինչ տրամադրություն է լինելու մեր երկրում, երբ որ իմանան, որ մենք ազատվել ենք այս մղձավանջից։ Բայց կազատվենք։ Մենք կազատվենք եւ հունիսի 8-ին նորից կա։ Հիմա հանրապետության հրապարակում երկու կարևոր հավաք է լինելու։ Մեկը հունիսի 3-ին, ժամը 19-ին, դա ուժեղ Հայաստանի նախընտրական հանրահավաքն է, եւ հունիսի 8-ին տոնական հավաք։ Շնորհակալություն հետաքրքիր արձազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։